Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Սպուտնիկ Արմենիային ասել է, որ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս դեպքը, քանի որ դժբախտ պատահարը ծառայությունից դուրս է եղել եւ ծառայության հետ կապ չունի։ Իր հերթին հրապարակը գրել է, որ սպան մահացել է Շմոլ գազի թունավորումից։ Կողմնակ սրտով ողջունում եմ ձեզ։ Հայաստանի վարչապետը հրապարակել է հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված նորոգման ճանապարհային քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գործողության մեջ դնել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուց հետո։ Նա ցանկանում է ընտրել կաթողիկոսի տեղապահ, ապա եկեղեցու համար նոր կանոնագիր գրել, որով ըստ Նիկոլ Փաշինյանի պետությունը եկեղեցին վերահսկելու միջոցներ կստանա։ Վերջին քայլով կընտրվի նոր կաթողիկոս նոր կանոնագրքի դրույթների համաձայն։ Փորձագետները սա գնահատում են որպես պետության կողմից եկեղեցու կառավարմանը ուղղակիորեն միջամտելու եւ հոգեվոր կառույցը վերահսկողության տակ առնելու բացահայտ փորձ։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը կարծես թե հուշում է հակաեկեղեցական արշավի վերջին արարի մասին, Գարեգին II-ին դուրս բերել վեհարանից եւ այնտեղի կունենա շուտով, կարծում են վերլուծաբանները։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում Հայաստանի վարչապետն առաջարկում է եկեղեցիներում եռագույն դրոշ կախել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Նա այսօր շարունակել է նաև պատարագից 5 րոպե առաջ հիմնը հնչեցնելու կիրակնօրյա առաջարկը եւ որպես հիմնավորում մի հատված մեջ բերել պատարագի տեքստից։ խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Մենք խոսք գնում վերին պետության մասին։ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո էր Հայաստանի վարչապետը առաջարկել պետական օրհներգը հնչեցնել եկեղեցիներում։ Ֆեյսբուքյան այդ գրառման սկզբում նա նշել էր, թե հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 301 թվականին պետության կողմից պետության որոշմամբ։ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրել են Քրիստոսի առաքյալները Թադեոսն ու Բաղդումեոսը։ Նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է երկու առաքյալների տոնը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չի խմբագրել իր գրառումը։ Վարչապետը շոու Եկեղեցում օրհներգ հնչեցնելու ու դրոշ կախելու առաջարկների համար մի քննադատեք վարչապետ Փաշինյանին, կոչ արել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը։ Մի քննադատեք Փաշինյանին, նա հոգևոր կրթություն չունի։ Ես էլ առաջարկում եմ եկեղեցիների բակում Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք։ 24 News-ի մեր գործընկերոջ հետ զրույցում ասել է Տեր Վրթանեսը։ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կիրակնօրյա պատարագը Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի մյուս անդամների համար մատուցել է Արմավիրի թեմից գնացած մի քահանա։ Շիրակի թեմի բոլոր 29 քահանաները հրաժարվել էին հակաեկեղեցական արշավ սկսած Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Սուրբ պատարագ մատուցել։ Պատարագից հետո խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանն ասել է, որ հաջորդ պատարագը իրենց մասնակցությամբ պետք է լինի Մայրաթոռում։ Եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայրաթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը։ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանակավորապես հետաձգել է եպիսկոպոսատ ժողովի գումարումը, այն պետք է տեղի ունենար այս շաբաթ։ Մայրաթոռի հայտարարությունում նշվում է, որ ժողովը հետաձգվում է Հայաստանում տիրող իրավիճակի, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, այդ թվում կալանավորումների պատճառով։ Անցած շաբաթավերջին Մարսելից Երևան ժամանելուց հետո Զվարթնոց օդակայան դիմավորելու գնացած քաղաքացիներին վեհապարն ասել էր, որ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը անազատության մեջ է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ 4-րդ
սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայության։ Ուրեմն Գյումրիում անդրանիկ գիտեք ձեզ։ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում կգրանցվի քրեակատարողական հիմնարկների 24-րդ մահը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ահազանգել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել եւ դրա հետ կապված այդ զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական ուրեմն մասնակցությամբ կատարվի եւ մենք ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Արդարադատության նախարարը հակադարձել է պատգամավորին, նշելով, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ ծայրահեղ խնդիր արձանագրված չէ եւ փաստաբանները որևէ դիմում չեն ներկայացրել։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը շորժա ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթագծերից։ Հարավկովկասյան երկաթուղու ընկերությունից հայտնել են, որ քարաթափում է եղել եւ մեքենավարը չի հասցրել արգելակել։ Շամչյանի տեղեկություններով գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Երևանում ոչ թափ վիճակում գտնվող երիտասարդ վարորդը մեքենայով հարվածել է ոստիկանության մեքենային։ Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի հրապարակում կեսգիշերն անց 22-ամյա երիտասարդի մեքենայի հարվածից ոստիկանական մեքենայում նստած պարեկը վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ ձերբակալված քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է կալանքը, իսկ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ տնային կալանք, գրավ, պաշտոնավարման կասեցում եւ բացակայելու արգելք։ Զելենսկին դեռևս չի կարդացել Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության նախագիծը, այս մասին իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում նախագահ Զելենսկիի հետ։ Պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Նրա ժողովուրդը հավանություն է տվել առաջարկին, բայց նա Թրամփի խոսքով Ռուսաստանն արդեն համաձայնել է նախագծին։ Ռուսական կողմը կնախընտրել ունենալ ամբողջ երկիրը, բայց կարծում եմ, որ իրենք գոհ են խաղաղության ծրագրից, նշել է ԱՄՆ ղեկավարը։ Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով այն մեծապես համապատասխանում է Ռուսաստանի սեփական պատկերացումներին։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ այսօր նախագահ Զելենսկին ամբողջական տեղեկություն կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ ուկրաինական թիմի առաջնային խնդիրն է եղել ամերիկյան կողմից ստանալ Մոսկվայում զրույցի մասին ամբողջական տեղեկություն եւ ակտուալ առաջարկների բոլոր էսքիզները։ Ավելի վաղ Զելենսկին հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների հետ։ Ըստ նրա, Ուկրաինայի համար բանակցությունները կառուցողական էին, բայց բարդ։
Slava Ukraini! ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային հատկացնել $800 միլիոն ռազմական օգնություն գալիք 2 տարվա ընթացքում։ Հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի օրինագծի համաձայն ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի $400 միլիոն ռազմական աջակցություն։ Նույն գումարը նախատեսվում է հատկացնել Կիևին 2027 թվականին։ Ավելի վաղ երկրի ղեկավարները հայտնել էին, որ այլևս չեն պատրաստվում Ուկրաինային ռազմականորեն աջակցել։ Ֆրանսիան դեմ է Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվների այն մասի օգտագործմանը, որոնք սառեցված են երկրի մասնավոր բանկերում։ Այժմ Ֆրանսիայի առևտրային բանկերում գտնվում են Ռուսաստանին պատկանող մոտ 18 միլիարդ եվրո։ Այս ամենի ֆոնին Հունգարիան եւ Սլովակիան պատրաստվում են դիմել եվրոպական դատարան, պահանջելով չեղարկել Ռուսաստանի էներգակիրներից հրաժարվելու նախաձեռնությունը եւ դատավարության ընթացքում կասեցնել դրա իրականացումը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։ Նրա խոսքով ռուսական նավթի եւ գազի ներմուծման արգելքը կխաթարի Հունգարիայի եւ Սլովակիայի էներգետիկ անվտանգությունը եւ կտրուկ կբարձրացնի գները, իսկ նախաձեռնությունն ինքնին լայնածավալ իրավական խաբեություն է, քանի որ հանդիսանում է պատժամիջոցի ձև եւ պետք է ընդունվի միաձայն, ասել է նա։ Թուրքիայի Անտալիա նահանգի Ալանիա առողջարանային շրջանի փողոցները հորդառատ անձրևների պատճառով կաթվածահար են եղել։ Մի շարք վայրերում ստորգետնյա անցումները ամբողջությամբ լցվել են ջրով։ Փողոցներում մեքենաները կանգ են առել, ինչի պատճառով հրշեջները տարհանել են մարդկանց։ Վիճելի տարածքների համար ավիահարվածները կրկին սկսվել են Թայլանդի եւ Կամբոջայի միջև։ Ըստ թայլանդական տվյալների կա 4 վիրավոր, 1 զոհ։ Ավելի վաղ երկրները Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հրադադար էին կնքել։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը խորհրդականի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքինը։ Բացառիկ կադրերը հրապարակել է Էլ Արաբիան։ Նախկին պաշտոնյայի խորհրդականը հարցրել է, թե Ասադը տեսել է ինչ ուռած տեսք ունի Պուտինը։ Նա պատասխանել է, որ դա ամբողջությամբ պլաստիկ վիրահատություն է։ Չինաստանում արջը հարձակվել է վարժեցնողի վրա շոուի ժամանակ, քանի որ նրա պայուսակում գազարի եւ խնձորի հոտ է զգացել։ Կենդանին մի քանի անգամ տղամարդուն գետնին է գցել, փորձել խլել ուտելիքը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տաթևերը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին World Travel Awards-ին Տաթևն արժանանում է արդեն 4-րդ անգամ։ Տաթևեր ճոպանուղին կառուցվել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա կնոջ ստեղծած Տաթևի վերածնունդ ծրագրի շրջանակներում։